Առավոտից գործընկերներին չի հաջողվում կապ հաստատել անտիֆեյք լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Խոսրովյանը ձերբակալված է լրատվականի գործունեությունը դադարեցնելուն ուղղված ռեպրեսիայի շրջանակներում։ Այս զարգացումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները բերման ենթարկեցին Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին։ Նրանց բերման ենթարկելուց անմիջապես հետո քրեական գործը փոխանցվեց դատարան։ Նույն օրը ժամը 21:00-ին Աչափնյակի դատարանում դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ քննվեց Վազգեն Սաղաթելյանի կալանավորման միջնորդությունը միաժամանակ Մասիվի։ Դատարանում դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ քննվեց Նարեկ Սամսոնյանի կալանավորման միջնորդությունը։ Գիշերը ժամը 24:00-ին դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը 2 ամսով կալանավորելով Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին։ Քրեական վարույթը հարուցվել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ոստիկանությանը ներկայացված հաղորդման հիման վրա։ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։ Փոդքասթի հեղինակները մինչ այդ արձագանքել էին Սիմոնյանի շանլակոտներ արտահայտությանը, ինչը ըստ նրանց պաշտպանների դարձել է քրեական հետապնդման հիմնական շարժառիթը։ Նույն օրը ձերբակալվել է նաև անտիֆեյք կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը արդարադատությանը խոչընդոտելու ձևակերպման, որը ըստ մասնագետների որակավորվում է որպես անհասկանալի եւ տարօրինակ մեղադրանք։ Լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ իրականացված գործողությունների շուրջ հանրային անհանգստությունն աճում է, իսկ իրավապաշտպանները խոսում են քաղաքական դրդապատճառների հնարավորությունների մասին։